Բարերեկո հարգելի հեռուստադիտող, եթերում Ռևոլյուցիոնն է։ Հանրահավաքային պայքարը կրկին ակտուալ է դարձել Հայաստանի ներքաղաքական կյանքում։ Օրեր առաջ տեղի ունեցավ ոչ իշխանական ուժերի թվով երկրորդ բազմամարդ հանրահավաքը, որտեղ ինչպես եւ խոստացել էր, ելույթ ունեցավ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահը։ Գագիկ Ծառուկյանը թեև որոշակի վերապահումներով այդուհանդերձ հայտարարեց իշխանափոխության արտահերտ ընտրությունների պահանջի եւ հասարակական մոբիլիզացիայի մասին։ Որքանով են իրատեսական այս շարժման միջոցով իշխանափոխության հասնելու հնարավորությունները, արդյոք սա իսկապես նոր համաժողովրդական շարժում է, որի մասին հայտարարում են դրա լիդերները, եւ ինչ դեր է վերապահված հասարակությանը այս գործընթացում։ Այս եւ բազմաթիվ այլ հարցերի շուրջ այսօր մեր տաղավարում կզրուցենք հեռուստա ռադիո Պետկոմի նախկին պետ, Armenpress լրատվական գործակալության նախկին տնօրեն, Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի մամլո խոսնակ, PR եւ հանրային կապերի մասնագետ Տիգրան Հակոբյանի հետ։ Տիգրան Հակոբյան ծնվել է 1960 թվականին Երևանում։ 1980-ից 83 թվականներին սովորել է Երևանի Պետական համալսարանի ռուսաց լեզվի եւ գրականության ֆակուլտետում։ 1983-ից 88 թվականներին սովորել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի հրապարակախոսության եւ գեղարվեստական թարգմանության բաժնում։ 1988-ից 90 թվականներին աշխատել է Կոմունիստ օրաթերթում որպես թղթակից, ապա բաժնի վարիչ։ 1990-ից 93 թվականներին եղել է Ռեսպուբլիկա Արմենիա օրաթերթի բաժնի վարիչ, ապա գլխավոր խմբագիր։ 1993-ից 95 թվականներին եղել է Հայաստանի հեռուստա եւ ռադիոհաղորդումների պետական կոմիտեի նախագահը։ 1995-ից 98 թվականներին եղել է Armenpress պետական լրատվական գործակալության գլխավոր տնօրենը։ 1998-ից 99 թվականներին աշխատել է Հայք շաբաթաթերթում որպես գլխավոր խմբագիր, նույն ժամանակահատվածում նաև դասախոսել է Հրաչյա Աճարյան համալսարանում։ 1999-ից 2000 թվականներին եղել է կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ հանրության հետ կապերի վարչության պետը։ 2001-ից 2003 թվականներին եղել է Էկոնտե ընկերության գործադիր տնօրենը։ 2005-ից 6 թվականներին աշխատել է Վրաստանի Իմեդի հեռուստարադիո ընկերությունում որպես գլխավոր տնօրենի խորհրդական։ 2006-ից 9 թվականներին եղել է Զարգացման հայկական բանկի տնօրենների խորհրդի անդամ։ 2006-ից 2008 թվականներին աշխատել է Երևանի Պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում որպես դասախոս, ամուսնացած է, ունի 3 երեխա եւ 1 թոռ։ Բարերեկո, պարոն Հակոբյան, շատ շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Պարոն Հակոբյան, դուք 80-ականների 88-ի շարժումից հետո շատ ակտիվ ներգրաված եք եղել քաղաքական գործընթացներում եւ վերջին տարիներին էլ նույնիսկ Հայ ազգային կոնգրեսի նախորդ շարժման, այսպես ասենք, այս հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը զուգահեռներ անցկացրեց 88-ի շարժման այդ վերելքի եւ այսօր տեղի ունեցող գործընթացների, իրենց հանրահավաքների, Բարգավաճ Հայաստանի եւ ՀԱԿ-ի ժառանգության նախաձեռնած այս հանրահավաքների միջև ձեր կարծիքով նման են։ Նման է այնքանով, ինչքանով նման են ֆորմատները, ինչքանով նման են 1901 թվականին արտադրված առաջի Ֆորդը եւ 2014 թվականի Ֆորդը։ Իմաստային, արժեքային առումով դատարբեր իրադարձություններ են, այսինքն նույն թատերական կամ ազատության հրապարակն է, նույն մարդկային բազմությունն է, նույն բեմն է, բայց իմաստային առումով նորից եմ կրկնում, ուղերձների առումով եւ տեսլականի առումով դա շատ տարբեր իրադարձություններ են։ Բացեք մի քիչ, նախկինում ինչ ուղերձներ կային, որ այսօր չկային եւ այսօր կա ուղերձ, որոնք են այդ ուղերձները։ Գիտեք, շատ դժվար է համեմատել այն, ինչ շատ դժվար է համեմատել։ Գիտեք, 88-ի շարժումը դա անկախության շարժումներ, Ղարաբաղյան շարժումներ, որը նորից եմ կրկնում, մշակում էր, ձևավորում էր եւ մարդկանց փոխանցում էր այն իմաստները, որոնք մարդիկ միջև այդ չգիտեին։ Նրանք չգիտեին ինչ է ազատությունը, ինչ է անկախությունը, նրանք չգիտեին ինչպես է կարելի ինքնուրույն ապրել, նրանք չէին լսել
ազատ խոսք, նրանք չէին լսել կենթանի խոսք, նրանք չէին տեսել ֆորմալ լիդերներ, որոնք կուսակցական փոխկապներով չեն եւ կարողանում են ազատ ոճով եւ շատ գրագետ փոխանցել իրենց կարծիքները, ընդհանրապես մթնոլորտը ավրան ուրիշ էր, հա, դա մի ֆորմացիայից մյուսի տեղափոխման շարժումներից մեկն էր։ Ինչ որ չափով դա փորձեց կրկնել 2008-ի շարժումը, որովհետեւ այնտեղ նորից ուղերձներ եւ նորից տեսլական կար, դա նորմալ երկրում ապրելու տեսլականն էր, որը նորից շատ տարբեր մարդկանց մոբիլիզացրեց, այս վերջի հանրավակները չեն կրում իմաստային ծանրություն իրենց վրա, նրանք որովհետեւ գիտեք երևի ասելիք այլևս չկա, գիտեք, կամ այդ քաղաքական գործիչները պատրաստ չեն նորը ասելու, կամ նրանք խուսափում են այդ նորը ասելուց, կամ նրանք հասկանում են, որ այդ նորը չի ընկալվի այն հոծ բազմության կողմից, որը հավաքված է այդ հրապարակում, ես դժվարանում եմ ասել։ Այդքան տարբեր մարդիկ են հավաքվել, քաղաքական գործիչներ, բիզնես աշխարհի ներկայացուցիչներ, հասարակական ոլորտի ներկայացուցիչներ, չեն գիտակցում, այսինքն ասելիքի բացակայությամբ կարող էին հարթակ բարձրանալ, այդ դեպքում նպատակը որն է։ Նպատակները շատ հստակ հնչեցին վերջի երկու հանրավակի ժամանակ, դա իշխանափոխության ձգտումն է, դա իշխանափոխության իրականացումն է, դա ժողովրդական զանգվածների մոբիլիզացումն է այդ նպատակին հասնելու համար։ Եվ հանրությանը կոչ է արվում հավատալ, որ այն մարդիկ, որոնք կոչ են անում այդ գործողություններին, որ նրանք ազնիվ են իրենց նպատակների մեջ եւ նրանք կարողանան իրագործել այն անհրաժեշտ բարեփոխումները Հայաստանի համար, որը կբերի Հայաստանի զարգացմանը, բարգավաճմանը, անվտանգությանը եւ կնավազեցնի այն ռիսկերը կամ այն մեծականակ բացթողումները, որով լի է այսօր եւ Հայաստանը եւ Հայաստանի իշխանական գործունեությունը։ Ես որպես մտածող անձ, ես ինձ մտածող անձ եմ համարում, ես այդ վստահությունը չունեմ։ Այ դա է ուզում ասեմ, ինչու որպես քաղաքացի թեկուզ այնտեղ չեք հավատում։ Գիտեք ինչ, ես ներողություն խնդրեմ անհամեստության համար, ես ինձ շարքային քաղաքացի չեմ համարում։ Իմ փորձով, իմ ստացած փայլուն կրթությամբ, իմ անցած ճանապարհով ես շատ դժվար եմ մանիպուլյացիաների ենթարկվում։ Ես սիրում եմ ամեն ինչը վերլուծել, մտածել, կուրորեն չհավատալ, այն գնալ այն գաղափարի կամ այն մարդկանցից հետևից, որոնց ես հավատում եմ։ Հասկանում եք, ինձ շատ դժվար է այդ մանիպուլյատիվ հնարքներով ասել հավատակ, մենք կանենք, մենք կփոխենք։ Ինչի՞ չեք հավատում։ Որովհետև նորից եմ ասում, ես այդ ազդակները, հա, այդ խոսքը, այդ իմաստները ես այս բաների ժամանակ չեմ տեսնում։ Մեկ եւ երկրորդը ես չեմ կարող հավատալ այն կոնգլոմերացիային, այն կորպորատիվին, որը հավաքված էր այդ հարթակում, որ ինքը իսկապես իրականացնի այն բարեփոխումները, հա, կվերադարձնի Հայաստանը այն արժեքային համակարգին, որի համար ես պայքարել եմ, որի համար ես ծառայել եմ, որին ես հավատացել եմ, որով իմաստավորել եմ ոչ միայն իմ, այլ նաև իմ ընտանիքի ընկերների, իմ հարազատների կյանքը։ Այսօր դա ոչ թե ես չեմ տեսնում, դա այսօր չի արտահայտվում։ Մեր 88-ի շարժումը, գիտեք ինչ էր, ինքը ինչով էր սնվում։ Ինքը սնվում էր այլ արժեքային համակարգով, խոսքի ազատությունով, դեմոկրատիայով, հա, ազատականությամբ։ Այսօր առաջնորդները հարթակի կոչ են մեզանում այդ ամենը մոռանալ, հա, եւ իշխանափոխությունը համարել բացարձակ արժեք։ Ես չեմ կարող հավատամք ունենալ արդեպի Աստված, նաեւ դեպի հանուն իշխանափոխության, որտեվ այլընտրանք ինչ չի առաջարկվում։ Գիտեք ինչ, երբ որ ես ինչ որ ծառայություններից հոգնում եմ կամ զզվում եմ, հա, ես եւ փորձում եմ գտնել նոր ծառայություններ մատուցողի, իսկ նոր շարժումը, ինչպես նրանք են հռչակում, ինձ նոր ծառայություն է առաջարկում, նա առաջարկում է մասնակցել երկրի վերափոխմանը, ես պիտի հավատամ դրան եւ ես պիտի հարցնեմ, իսկ ինչպես ես դա ուզում անել։ Եթե քո տունը վերանորոգողին
կապույտ գույնը դուրս չի եկել, որ հին վարպետն արել, դու նորին եթե առաջարկում ես դա սպիտակ ներկել, ինքը ասում է, չէ, միևնույն է, կապույտ եմ ներկելու եւ նույն որակի ներկ եմ ընտրելու, դու չես կարող դրան հավատալ, որովհետեւ դա քո ճաշակի, հա, այդ դեպքում հակառակի գնում նույնը այստեղ, եթե ես դաստիարակվել եմ, այսպես ասեմ, այլ արժեքային համակարգի վրա եւ Հայաստանի ապագան տեսել եմ արևմտյան արժեքային համակարգում, ցանկացած համոզում ինձ, որ այս Եվրասիական միությունը այլընտրանք չունի եւ մեր փրկությունն է, իմ համար անընդունելի է։ Իմ համար անընդունելի է նաեւ այն, որ իմ չհամաձայնությունը դրա հետ պիտակավորումներ է ստանում։ Ես կարծում եմ ավելի կոպիտ ասեմ, որ այս միտինգներով Հայաստանում վերջացավ ազատությունը։ Այն որ այդպես մտածողներին Լեոն Տեր-Պետրոսյանը որակեց մարգինալներ եւ լուսանցքային գործիչներ եւ ջղացկվողներ, հա չէ, ես ուզում եմ Այսօր մեծագույն հարգանքով եմ վերաբերում Լեոն Տեր-Պետրոսյանին, որի հետ ճանապարհ եմ անցել։ Ես ընդհանուր ասեմ, որը ամբողջ մթնոլորտն է այդ միտինգների, հասկանում եք, ցանկացած ավտորիտար երկրի մեջ դեռ կա ազատություն, եթե այդ ազատությունը քաջալերվում է, եթե այդ ազատությունից օգտվում են որոշ մարդիկ եւ եթե այդ ազատությունը ինչ որ տեղից խրախուսվում է։ Եթե չի խրախուսվում իշխանության կողմից, հա, ապա խրախուսվում է ընդդիմության կողմից, ազատատենչ մարդկանց կողմից։ Բայց երբ որ դու տեսնում ես երկու բևեռ, իշխանական եւ ոչ իշխանական, որոնք հազար ներողություն ժողովրդական լեզվի համար բերնիտ են գալիս ամեն մի ազատ խոսքի համար, ամեն մի քննադատական խոսքի համար, նույնիսկ ամեն մի կասկածի համար, ապա այդ երկրում իսկապես ազատությունը վերանում է։ Սա իմ համար ամենացավալին, երբ որ հետևում եմ այս վերջի ամիսների զարգացումներին, երբ որ նորմալ քննադատական խոսքը, երբ որ քո ընտրությունը, իսկ ինչ ենք մենք ընտրում անկախ ինքնիշխան դեմոկրատական պետություն, որտեղ ամեն մի մարդ կունենա ընտրության իրավունք։ Եվ եթե ես ընտրում եմ արևմտյան արժեքային համակարգը եւ տարբեր տեղերից պիտակավորում եմ ստանում եւ հաճախային մարդկանցից, որոնք Բաղրամյան 26-ի պատվիրատ, ինձ փառքասո դեռ չեն ասում, դրա մասին խոսում են փոքր շրջանակներում, հրապարակավ դեռ չեն ասում, որտեղ ինձ շատ դժվար է պատվեր կատարող համարել, հա, իսկապես շատ դժվար է, գոնե հանրային գիտակցության մեջ շատ-շատերի, բայց ես այդ վերաբերմունքը գիտեմ եւ դա չեմ հասկանում, որովհետեւ ես փորձում եմ միշտ միացնել իմ քննադատական մտածողությունը, երբ որ ինչ որ ընտրություն եմ անում։ Ոչ իշխանությունը, ոչ իշխանական ուժերը, հա, ինձ այդ ընտրությունը այսօր չեն ուզում թողնել։ Ինձ կանչում են այնտեղ, որտեղ ես չեմ ուզում։ Ինձ մի օլիգարխիկ կառույցը կոչ են անում փոխարինել մյուսով։ Ինձ մի պոպուլիստական իշխանությունը փորձում են փոխարինել մյուսով։ Տեսեք, ոչ արտաքին վեկտորների ուղղվածությունների մեջ, ոչ ներքին քաղաքականության մեջ որևէ էական տարբերություն չկա իշխանական եւ ոչ իշխանական ուժերի մեջ։ Ես չեմ ուզում մանրամասնել, հա, դա Եվրասիական միության ընտրությունն է, դա ներքին խնդիրների վերաբերյալ ծայրահեղ պոպուլիզմն է։ Մարդիկ չեն ուզում սոցիալական ռեֆորմներ, հա, նույն թոշակային ռեֆորմա, որը պարտադիր է, երկիրը դա պետք է իրականացնի եւ ցանկացած բարգավաճ բարեկեցիկ երկիր այդ դժվար էլեմենտը անցել է։ Իշխանությունների հետ են քաշվում, որտեվ շատ վատ օրենքի նախագիծ էին մտցրել եւ բացարձակ վստահություն չունեն, անդիմությունը փոխանակ պարտադրի այդ ռեֆորմները, հա, եւ սոցիալական եւ ռեֆորմները եւ առողջապահական եւ կրթական, ինքն էլ բացարձակ պոպուլիզմով ազբաղում, ասում է պետք չի։ Մեզ ոչինչ բան պետք չի, Հայաստանի զարգացում պետք չի։ Հասկանում եք, որովհետև ընդդիմության կողմից որևէ ճնշում չկա իշխանությունների վրա, հա, որպեսզի նրանք իրականացնեն այն բարեփոխումները, որոնք Հայաստանի համար պետք են։ Պարոն Հակոբյան, Գագիկ Ծառուկյանը հայտարարեց այս հանրահավաքի ընթացքում, որ անհրաժեշտ է ձևավորել նոր որակի իշխանություն։ Ձեր կարծիքով հարթակի այսօրվա առաջնորդները կարող են նոր գործող իշխանությունից տարբերվող որակի իշխանություն ձևավորել։ Ես դժվարանում եմ պատասխանել եւ Նոստրադամուսի տեղից սա ի վերջո ցանկացած նորմալ քաղաքացու մեջ առաջացող հարց է, միանշանակ հարց է եւ ամեն մի քաղաքացի ըստ իր ճաշակի, իր պատկերացումների, իր մտածողության, իր
նորից արժեքային Կարող են, համակարգի այսինքն շատ նոր է Հայաստանի մասին են խոսում, կարող են այդ նոր Հայաստանը ինչպես ումով, ի վերջո շատ կարևոր է ովքեր են, այդ անձինք, այդ արժեքները կրողն են, թե ոչ։ Տեսեք, քաղաքական ես մի քիչ ավելի հեռվից սկսեմ երկու նախադասությամբ։ Քաղաքական ամբողջ տրամաբանությունը ստիպեց ընդդիմությանը գնալ այն ճանապարհով, որը ստիպեց իրեն իշխանությունը։ 2008-ին Տեր-Պետրոսյանը ասում էր, որ մենք շախմատ ենք խաղում, նրանք բոքս։ Եվ ճկուն ընդդիմությունը, հա, բաղկացած իսկապես առաջնորդներից, իսկապես մտածող եւ հավատացող մարդկանց պետք է ստիպեր իշխանություններին, որ իրենց հետ նստեին եւ շախմատ խաղային։ Ոչ իշխանական ուժերը գնացին այլ ճանապարհով։ Եթե մեր հետ բոքս եք խաղում, մենք էլ ձեր հետ բոքսով կդիմենք։ Այսօր երկու ընդմշամարտ կամ երկու բոքսեր փորձում են համոզել հասարակությանը, ով ավելի լավ այստեղ կծառայի։ Եվ իմ ամենամեծ հիասթափությունը այն էր, երբ որ հրապարակի մոտ անցնելով միտինգից կես ժամ առաջ ես տեսա այն տասնյակներով հավաքված են գորշ տղաներին, որոնք ես տեսնում էի ընտրությունների ժամանակ, որոնք պահպանում էին ընտրատարածքների մոտ, այսպես ասած, հա, իշխանության տեխնացուների հաղթանակը։ Նույնը ես տեսա միտինգին եւ ես իրանց միջև որևէ ընտրություն չեմ կարող անել։ Բարգավաճ Հայաստանի նկատմամբ։ Այո, դա Բարգավաճ Հայաստանի, այդ ռեսուրսներ, այդ նույն տղաներն էին, որոնք վաղը իշխանություն ունենալով նույն ձև կկանգնեն այդ բաների մոտ, հա, ընտրատարածքների մոտ եւ կվերահսկեն ամբողջ ընտրական process-ը։ Նրանք այլ բան չգիտեն, նրանք դրա համար են ծնված, նրանք այդ կրթությունն են ստացել, իսկ այն մտածող խավը, որը իսկապես իշխանությունները այլընտրանքեր առաջարկում, ինքը կամաց մղվեց այդ բոլոր կառույցներից։ Գրեթե եւ հակից եւ նամանավանդ Բարգավաճ Հայաստանից, Բարգավաճ Հայաստանում էլ այդպիսի քիչ մարդիկ կար։ Ես չեմ ուզում հիշեցնել ինչ անձինք կան Բարգավաճ Հայաստանում, ինչ ճանապարհ են անցել, ժամանակին ինչ են արել եւ այսօր այդ ոչ թե թշնամիների թշնամությունը սխալ բառ է, այդ դիամետրալ տարբեր արժեքային համակարգ ունեցող մարդիկ ոնց են կանգնում մի հարթակում եւ իրար ձեռ սեղմում։ Քանի որ դուք աշխատել եք տարիներ շարունակ ու բավական լավ ճանաչել եք Լևոն Տեր-Պետրոսյանին, հա, ուզում եմ հասկանամ դուք ինքներդ տարբերություն զգում եք, շատ է փոխվել, ինչ է տեղի ունեցել, հա, նախկին Լևոն Տեր-Պետրոսյանը եւ այսօր հարթակում կանգնածները, որովհետեւ ի վերջո մարդիկ հիշում են նույն 2008 թվականին այն գնահատականները, որ տրվում էին իշխանական այդ ուժի նկատմամբ, հա, կամ ասենք իշխանությունների մաս էին կազմում վերջի վերջո այդ ուժի նկատմամբ շատ է փոխվել, ինչ է տեղի ունեցել, հա, որովհետև շատերի մոտ չի անբացատրելի է, ինչն է դա։ Նու տարբեր մեկնաբանություններ են տրվում, ինչ տեղի ունեցավ, ինչ է։ Ես մի քանի անգամ խնդրեցի, հա, չանդրադառնալ։ Հա, բայց չեմ կարող հիմա չհարցնել, որովհետև հասարակության համար եւ որպես տեխնոլոգ եմ ուզում հարցնել, եւ մարդ, որը եղել է այդ ժամանակ։ Մի քանի բացատրություն կա, ըստ որպես քաղաքական գործիչ, որպես առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը իրավացի է, նա գնում է ճիշտ ճանապարհով։ Ռուսները մի հատ ասացմաց կունեն, չէ, կլին կլինն վշեբայոտ, չգիտեմ հայերեն ոնց կլինի, հա, այսինքն եթե քո մոտ բիրտ ուժա դեմդ կանգնած եւ իրան բրթել ոչ մի ձևով չի լինում, դու պայքարի պայքարես դրա դեմ բիրտ ուժով։ Դա ռեալ պոլիտիկի բաղադրիչներից մեկն է, հասկանում եք, եւ իրական քաղաքականության մեջ, ռեալ պոլիտիկի մեջ շատ ժամանակ դու պետք է գնաս որոշ կոմպրոմիսների, հա, զիջումների, որպեսզի ստանաս քեզ դաշնակից այն բիրտ ուժը, որով կարաս ջարդես ինչ որ պատնեշ։ Հիմա ով է ում օգտագործում ՀԱԿ-ը, Լևոն Տեր-Պետրոսյանը, ես չեմ կարող ասել, այդ ռեսուրսը ասում են, որ հաղթողներին, հա, չեն դատում եւ եթե նրանք հասնեն ինչ որ նպատակի, բնական է իշխանության կիսելու մեխանիզմներ կան եւ այս երկրում եւ ամբողջ աշխարհում եւ այդ իշխանությանը կարողանան կիսել, ես այստեղ դժվարանում եմ ասել, բնական է երկուսն էլ սնվում են մեկը մյուսի ռեսուրսներից, հա, ճանաչումից, խարիզմայից, չգիտեմ, կամ ինտելեկտուալ ռեսուրսներից, ռեսուրսները տարբեր են, այդ մեդիա ռեսուրսներից, այդ ռեսուրսների միացումը տալիս է այն պատկերը, ինչ մենք այսօր ունենք, հա, այլ պատկեր։ Նույնիսկ ես հերոստատուսային պատկերն եմ նայում, ինչ առաջ մեր խեղճուկ հայկի միտինգներն էին 2008 թվականին, ոչ
տեսախցիկներ ունենք ոչ բան այսօր կրանով, գրեթե ուղղաթիռներով նկարվում են գեղեցիկ պատկեր են ստանում մեխանիկ կանալներով։ Ես դրա համար եմ ասում, զուտ պրակտիկ քաղաքականությունից ելներով միգուցե ճիշտ են, բայց էլ եմ ասում իմ համար միգուցե որպես ռոմանտիկի, որպես արդեն մի մարդու, որը ինքն իրեն քաղաքականից դուրս է մղվել, որովհետև հոգնել է, իմ համար վիրավորական է եւ շատ ժամանակ նույնիսկ ափսոսում ես քո անցյալ տարիների պայքարի մասին, երբ որ տեսնում ես այդ ընթացքում, այդ ռեսուրսներ հավաքելու ընթացքում, այդ ամբողջ, այսպես ասած, շարժումը կորցնում է իր այն ամենակարևոր ռեսուրսը, որը նա ուներ, իր իմաստը։ Իր իմաստը, հասկանում եք, որովհետև այս ամեն ինչ արվում է, դա իմաստավորված չի։ Մեջը գաղափար չկա, գաղափարազուրկ մի բան է, որովհետև երբ որ մի թաղի երկու ուժեղ, հա, տղայական թիմ իրար հետ կռվում են, մեջը որևէ գաղափար չի լինում։ Պարոն Հակոբյան, Գագիկ Ծառուկյանը այսպիսի հայտարարություն արեց, որ եթե իշխանությունը շարունակի անտեսել եւ մերժել համաժողովրդական շարժման արդարացի պահանջները, ապա մենք երեք քաղաքական ուժերով, մեզ համախոհ այլ քաղաքական ուժերով եւ առավել լայն համախմբված ժողովրդական շարժմամբ փողոցում եւ հրապարակներում կանգնած 100,000-ներով կպարտադրենք իշխանափոխություն, նոր իշխանության ստեղծում եւ արտահերտ ընտրություններ, ապա նաեւ ասաց, որ շարժման շտաբներ են ձևավորելու հանրապետությունով մեկ մոբիլիզացնելու համար։ Ձեր կարծիքով սա որպես ինչ-որ վերջնագիր է, թե ընդհանրապես քարոզչական հնարք է, որպես նաև PR ոլորտի մասնագետ եմ ձեզ հարցնում, սա հնարք է կգնա, այսինքն երկուսը մեկի մեջ երևի, հա, եւ հնարք է, եւ ուժի ցուցադրում է, եւ սպառնալիք է, եւ միգուցե ինչ որ չափով ժողովրդին կոչ է կոնսոլիդացվել գաղափարի դեմ, որովհետեւ մարդիկ շատ ժամանակ իշխանափոխությունը տեսնում են այն պանացեան, որը կլուծի իրենց բոլոր խնդիրները, հա, հետագան նրանք շատ քիչ են տեսնում։ Հա, բայց նաև իրենք ասում են մենք Մայդան պետք չի, նաև ասում են հեղափոխությունության ճանապարհը չի, Մայդան նույնիսկ Մայդան անողներին պետք չէր։ Ինքը, եթե դուք խոսում եք այն վտանգների մասին, որը մեջ կրում է, հա, հեղափոխական այս շունչը, որը գալիս է այդպիսի հայտարարությունից, ապա իհարկե դեստաբիլիզացիայի վտանգ այստեղից կա, բայց ես ասեմ, խնդիրը դեստաբիլիզացիան չի, խնդիրը վտանգները չեն, խնդիրը այն է, որ այդ փորձություններով անցած Հայաստանը փոփոխված Հայաստան չի լինի։ Ամեն փոփոխության տակ կարող է եւ մարդկային դժբախտություններ լինեն եւ հա կտրուկ փոփոխություններ, սակայն նորից եմ ասում, ոչ այս իշխանական ուժերը, ես ընդդիմություն խոսքը չեմ օգտագործում, որ իրենք միջ այսօր չեն օգտագործում, նրանք այլընտրանք այսօրվա քաղաքական համակարգին, այսօրվա արժեքային համակարգին, այսօրվա տնտեսական համակարգին նրանք որևէ այլընտրանք չեն համարում։ Մենք քաղաքական դիսկուսիան նույնիսկ ընդդիմության մեջ չունենք, հա։ Կա Ղարաբաղի հարց, կա արտաքին քո վեկտորների ընտրություն, կա գլոբալ այսօր աշխարհի դրվածքի փոփոխություն, հա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Չինաստան, հա, Մերձարով Արևելք, Թուրքիա, մենք ոչ մի բանի մասին չենք խոսում։ Կարծես ժամանակը այստեղ կանգնել է, հասկանում եք, ամենամեծ բարձրացած հարցը ընդդիմության կողմից դարձել են կարմիր գծերը, հա, 100 դրամանոց տրանսպորտը, սահմանադրական բարեփոխումները իրական բանավիճի մեջ չի մտել, չի խոսվում դրա։ Ու ասում են չենք էլ քննարկելու, չենք էլ կարդալու անիմաստը, ասում չենք կարդալու անիմաստը, որտեղ խնդիրը ոչ թե բովանդակությունն է, ես ճիշտն ասած չեմ կարդացել, ես չգիտեմ դրական տարիր պարունակողնու չէ, այն խնդիրն է, որ ինչ առաջարկում է իշխանությունը մենք չենք ընդունում, իշխանությունը ասում է ինչ առաջարկում ընդդիմությունը մենք չենք ընդունում։ Նորից եմ ասում, դա տղայական արճակատում է, որի մեջ որևէ դրական փոփոխության սաղմ, հա, արմատ ես ցավոք չեմ տեսնում, միգուցե սխալվում եմ։ Այդ դեպքում մի բան չեմ հասկանում։ Նախորդ 2008 թվից եւ նախորդ նախագահական ընտրություններից հետո խորհրդարանականից հետո կարծես թե իրավիճակային առումով շատ բան չի փոխվել։
թե ներքաղաքական առումով, թե երկրի տնտեսական զարգացումների առումով, թե արտաքին մարտահրավերների առումով, կարծես թե բան չի փոխվել, հա։ Ինչու հիմա նաև երբ որ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին երկար ժամանակ դեռ կա, ինչու հիմա ինչը փոխվեց, անհասկանալի է։ Ես չեմ կարող ասել, որովհետեւ կան քվարակված պրոցեսների, ոնց ասեմ, ղեկավարներ կամ որոնց մենք չենք տեսնում, միգուցե դա արտաքին ուժերի ցանկությունն է։ Միգուցե դա ինչ որ ներիշխանական փոխհամաձայնության չգալն է, իսկ Բարգավաճ Հայաստանը երկար տարիներ նա իշխանական բուրգի, հա, բաղադրիչներից մեկն էր։ Ես դժվարանում եմ ասել, մարդը անկատեր է, մարդը միշտ տրանսֆորմացվում է։ Միգուցե մեծ իշխանությունը Գագիկ Ծառուկյանի, հա, մեծ հնարավորությունները, այսպես ասած, ազգի վերաբերմունքը իր հանդեպ, որից նա տպավորություն է ստանում իր մեդիաներից, իրեն մի համոզմունքի են բերել, որ ինքը կարող է անել ավելին, քան հիմա անում է։ Եվ ես չեմ ուզում կասկածել, որ այդ մտադրությունները կարող են շատ ազնիվ լինել, ինչպես այդպիսի մտադրությունները ազնիվ եղել են շատ քաղաքական գործիչների համար, որոնք հետագայում իշխանության գալով կամ երկիրը վատ են ղեկավարել, կամ լավ են ղեկավարել, կամ այդ երկիրը բերել են կործանման։ Նորից եմ ասում, ես չեմ ուզում զբաղվեմ բանով ֆուտուրիստիկ ենթադրություններով, ես ընդհանրապես կարող եմ արձանագրել, որ այն ինչ այսօր, հա, արտացոլում է ընդդիմությունը, հա, այն ուղերձները, որոնք հնչում են եւ իրենց ընդդիմությունն էլ չեն ասում, ոչ իշխանությունը, հա, նեոլոգիզմներ են կոչում, երբ որ դու ինչ որ մի բան ուզում ես թաքցնես, հա, դու դրա համար էֆեյզներ ես ընտրում, չէ, եւ այսինքն, հա, բայց ոչ ընդդիմություն, հա, չնայած հիմա ընդդիմություն էլ կկոչեն, որովհետեւ այն կոչերը, որ դուք նոր հնչեցրեցիք, որը արել էր Գագիկ Ծառուկյանը, դա ընդդիմադիր արդեն կոչեր են, ոչ թե ոչ իշխանական։ Այնուամենայնիվ ես չեմ տեսնում այն գաղափարական հենքը, այն մարդկային ռեսուրսը, որի շնորհիվ այդ ուժերը իշխանության գալով կարող են բարեփոխումներ կատարել Հայաստանը։ Պարոն Հակոբյան, բոլոր հանրահավաքներում, հարթակներում կանգնածները մշտապես կարևորում են հասարակության հանրահավաքի բազմամարդությունը, նույնիսկ թվեր են նշում, հա, սովորաբար հանրահավաք կողմերը ուռճացնում են, իշխանությունները որոշակիորեն սրբագրում են դրանք, ավելի նվաստիվ են ներկայացնում, բայց տեսնում ենք, որ իշխանությունը այս անգամ չի խոչընդոտում ընդհանրապես հանրահավաքներին, ոստիկանությունը ինչպես ժամանակի ներառուն ճանապարհները չի փակում, հա, տրանսպորտի մուտքը մարզերից չի արգելափակում, այսինքն այդ իմաստով նույնիսկ հարթակից մեղադրանքներ չեն հնչում, հա, թե չէ անընդհատ կհնչեին։ Ձեր կարծիքով ինչու հիմա իշխանությունները չեն խոչընդոտում այդ հանրահավաքների, մանավանդ երբ որ այդ ոչ իշխանական ուժերի տարբեր ներկայացուցիչները, ասենք, ասում են իշխանությունները վախեցան եւ ասենք տեսակ սահմանադրական բարեփոխումների քննարկումները հայեցակարգի նախագահը հայտարարեց, որ փետրվար մարտին տեղի կունենա, տեսակ վախեցան նահանջեցին, ահա վախեցան այս արեցին, հա, ինչի է դեպքում, եթե վախենա, պիտի ինչ-որ քայլեր ձեռնարկի, ինչու իշխանությունը հիմա քայլեր չի ձեռնարկում։ Դեր հայացքից զգում եմ, որ դուք շատ լավ գիտեք այդ հարցի պատասխանը, Սատիկ։ Ես էլ փորձեցի դրան պատասխանել։ Գիտեք, ինչ ցանկացած իշխանություն ավտորիտար վատ կառավարող իշխանություն, իսկ մենք պետք է փաստենք, որ մենք ունենք այդպիսի իշխանություն ցավոք, հա, նա վախենում է այն գաղափարից, հա, ժողովրդին կոնսոլիդացնող, այն թարմ գաղափարից, այն պոզիտիվ գաղափարից, որը կարող է փոխարինել իրանց եւ ցույց տալ, որ հակառակորդը շատ ավելի խելամիտ է, հա, շատ ավելի նպատակասլաց է եւ գրագետ է։ Ընդհակառակը նույնիսկ շատ իրականությանը մոտ թիվ են ներկայացնում դրամարել, ես ձեզ ասեմ, դրամալ 2008-ին, երբ որ այդ գաղափարը հնչում էր, հա, արմատական փոփոխությունների, նորմալ երկիր կառուցելու, հա, այդ ոգևորությունը կա ժողովրդի, այն ժամանակ իշխանությունները վախենում էին։ Այսօր նրանք վախենալու բան չունեն, որտեվ այս ոչ իշխանությունը որևէ իմաստներ չի արտահայտում։ Սա այն ամենակարևոր բազան է, որը մեզ հասկացնել է տալի ինչի չեն վախում, իսկ ինչից պիտի վախեն։ Եթե խոսքը գնում է միայն, ելի եմ ասում, երկու ուժային, հա, ռեսուրսային, մեկը Գագիկ Ծառուկյան եւ շարունակությունը, մյուսը իշխանություն, բնական է իշխանությունը այդպիսի պարզ պայքարում 1000 ներողություն բիլակների,
հա, պայքարում միշտ հաղթած դուրս կգա, որովհետև իրավապահ մարմիններ ունի, որովհետև վերջո բանակ ունի եւ միշտ կարող է հաղթած դուրս գալ։ Այս պարագայում իշխանությունը վախենալու բան չուներ, որովհետև գաղափար չկա, գաղափարը սպանել չի լինի, գաղափարին բանտ նստացնել չի լինի, գաղափարին լրացնել չի լինի։ Մնացածը հա հասարակ մահկանոցներին, ինչքան էլ նրանք իրար կուրտ չխփեն, իրենց միշտ կարելի է լրացնել, եթե նրանք գաղափար չունեն։ Մինչև հոկտեմբերի 10-ի հանրահավաքը ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները շեշտում էին, որ օրակարգը ձևավորելու է հենց հասարակության կողմից, հա, հասարակության պահանջով, սակայն հոկտեմբերի 10-ի հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ հասարակությունը պետք է որոշումներ կայացնելու իրավունքը վերապահի առաջնորդներին, լիդերներին, այսինքն ու քվեարկություն են անում, ով է կողմ, այնտեղից ինչ որ գոչում են, ինչ որ հաշվում են, քանի ձայն է եւ այլն, այսպես, հա, ամեն դեպքում ասվում է, որ որոշումը պետք է կայացվի լիդերների կողմից եւ ժողովուրդ հասարակությունը չպետք է պահանջի գործողությունների ծրագիր, հա։ Չի ստացվում, որ այս դեպքում հասարակությունը օգտագործվում է այդ քաղաքական ուժերի կողմից դարձյալ, հա, բազմամարդությունը սոսկ ապահովելու եւ իշխանությանը դա ցույց դնելու համար, որովհետեւ անընդհատ ասվում է ժողովուրդ, ինչքան շատ լինեք, այդքան լավ, ինչքան շատ, հետո ասում են իշխանություններին, տեսեք 60,000, չգիտեմ, հետո մյուս հանրահավաքին ավելի մեծ թիվ կհայտարարվի։ Հասարակությունը այս ոչ իշխանական ուժերի հանրահավաքների դեպքում նպատակ է թե միջոց, ինչ դեր է վերապահված եւ ինչ պետք է անի այս դեպքում հասարակությունը։ Հասարակությունը հայտ ներկայացրել է, որպեսզի ինքը այս բոլոր խաղերի ճակերտների մեջ, այս բոլոր գործողությունների կամ քաղաքական գործընթացների ոչ թե օբյեկտը լինի, այլ սուբյեկտ։ Հասարակությունը ինչ պետք է անի, հասարակությունը չի կարող գնալ ու ասենք շատ լայն հասկացություն, անհատը կարող է ինչ-որ բան, խոսենք անհատների մասին, հասարակություն, անհատ, ամբող, նու փորձում է լիդերներին, հա, հավատել։ Հա, իսկ գիտեք, լիդերն ինչով է տարբերում քաղաքական գործիչ պարզ։ Լիդերը իր հետևից տանում է ժողովրդին եւ լիդերն է ձևավորում ժողովրդի պահանջարկը ըստ իր, հա, այդ տեսլականի, որը ինքը ուզում է տեսնել, քաղաքական գործիչը ինքը գնում է ժողովրդի պահանջի ետևից։ Ես մի օրինակ բերեմ հիմ Հռոմում, երբ որ Կոլիզեում գլադիատորները կռվում էին եւ պարտված գլադիատորը կամ պետք է մեռներ, կամ իրան պետք է կյանք պարգևեին եւ ամբողջ Կոլիզեումը, հա, տասնյակ հազար մարդիկ կամ իրեն մահապատժի էին ենթարկում կամ ասում էին, որպեսզի իրեն կյանք նվիրեն եւ այնտեղի սենատորները, քաղաքական գործիչները կամ նույնիսկ կայսերները, հա, նրանք նայում էին ամբողջ տրամադրություններին ժողովրդական նոր մատը կամ բարձրացնում են կամ իջեցնում են։ Նրանք ընդհանրապես քաղաքական գործիչներ էին։ Այն մարդիկ, այն կայսրերը, հա, նրանք շատ քիչ էին, որոնք նրանք էին որոշում ժողովրդի կամքը, նրանք առանց նայելու կողքերը, նրանք մատը բարձրացնում են կամ իջեցնում էին։ Մեր մոտ այսօր առաջնորդները վերածվեցին ընդհանրապես քաղաքական գործիչների, պոպուլիստական, հա, ժողովրդահաճո քաղաքական գործիչներին, հա, որոնց համար ժողովուրդը պետք է ընդհանրապես որպես անգլիական խոսքը, հա, կլակերներ, ծապտվողներ, հա, վանկարկողներ, այն ոչ թե այդ երկրի քաղաքի այդ օրվա օրակարգը ձևավորողներ։ Այդ բանը մենք այս միտինգների ժամանակ չտեսանք։ Ի վերջո հասարակությանը այդ լիդերներն են նաև գաղափարներ տալիս, հա, այսօր հասարակությունը շատ պարզեցնեմ հարցը, հա, հասարակությունը շարքային քաղաքացին, սովորական քաղաքացին ինչ է հարցնում։ Սա ինչ է, սա խաղ է հերթական, թե ինչ է, չեն հասկանում, հա։ Միգուցե ուզում են լսեն իրենց սոցիալական կյանքին վերաբերող ինչ որ փոփոխություններ տեսնեն, այդպիսի կտրուկ հայտարարություններ տեսնել իրենց ականջին հաճելի, բայց ամեն դեպքում իրենք էլ են այսօր կասկածում։ Ինչ է տեղի ունենում։ Ես չեմ կարող օգնության գամ, հա, ես չգիտեմ սա խաղ է թե չէ, այնուամենայնիվ ես կարծում եմ սա խաղ չի, դա իսկապես քաղաքական պայքար է։ Լուրջ քաղաքական, միգուցե վաղը դառնա դաժան քաղաքական պայքար երկու քաղաքական բևեռների միջև, որոնց մեջ տարբերությունը շատ քիչ չէ այսօր։ Որտեղ հասարակությունը շահողի թե պարտվողի դերում կլինի։ Որտեղ հասարակությունը որևէ դեր չի ունենա եւ չունի այսօր։
եւ չունի այսօր։ Այսինքն խնդիրները կմնան նույնը, նույն իրավիճակը, նույն, Իսկ մեզ նորից եմ կրկնում, այլընտրանք տվել են։ Անդիմությունը ինչ է ասում, թող նրանք գնան, նրանք վատնեն, մենք կգանք եւ ավելի լավ կղեկավարենք։ Որն է այդ լավ ղեկավարելու գործիքա կազմը։ Որն է այդ լավ ղեկավարելու կադրային, ամբողջ բազան, ռեսուրսն է, որն է այդ լավ կառավարելու արտաքին բազան։ Դուք տեսեք, մենք Եվրամիություն ենք ընտրում, Եվրասիական միությունը, որտեղ մի քանի երկիր կա, որտեղ ավանդաբար դա կլինի Ռուսաստանը, Բելոռուսիան, թե Ղազախստանը, այնտեղ իշխանության փոփոխություն չկա, իշխանությունը տարեց տարի վերարտադրվում է։ Նազարբաևը 91 թվականից է նստած, Լուկաշենկոն, եթե չեմ սխալվում, 97-ից, թե 96-ից, Պուտինը 2000 թվականից անընդմեջ։ Այսինքն այնտեղ որևէ դեմոկրատական process չկա։ Այդ առումով Հայաստանը եւ քաղաքական process-ներով հավատացնում եմ ձեզ, եւ խոսքի ազատությամբ, եւ Ռուսաստանից, եւ Բելոռուսից, եւ Ղազախստանից շատ ավելի առաջ է, եւ շատ որակական հատկանիշներով։ Ինչ եք դուք, պարոնայք, ոչ իշխանականներ մեջ խցկում այն կառույցը, որը մեր համար միայն հետընթաց կապահովի, որը որևէ նոր բան մեջ չի տա։ Այդ դեպքում իրենց եւ իշխանությունների տեսակետները համընտրում են։ Ոչ առողջապահության, ոչ տեխնոլոգիայի, ոչ կյանքի որակի, ոչ ապագայի, ինչ ենք մենք ուզում։ Ինչի հոդաբաղ բացատրություն ես որպես մտածող մարդ։ Ես իրավունք ունեմ ստանամ, թե ոչ։ Եվ եթե դա չեմ ստանում, ինձ կոչ են անում, միայն ես հավատամ, անմիտ հավատամ եւ վիրավորվում նեղանում եմ, երբ որ ես կույր չեմ հավատում, ես դա վիրավորում է իմ արժանապատվությունը, որտեղ ես homo sapiens եմ կոչվում եւ ամբողջ մեր ժողովուրդն է homo sapiens, հասկանում եք, նրանք բացատրություն պետք է պահանջեն, ինչի դուք եւ իշխանություն եւ ոչ իշխանություն պահանջում եք նույն բանը ժողովրդի համար։ Մենք խոսում ենք ժամանակին 2008 թվականին, որ օլիգարխիան եւ իշխանությունը պետք է տարանջատվի, չէ՞։ Մենք հավատում ենք, որ էֆեկտիվ պետությունները տարանջատված են օլիգարխիայից։ Այսօր ոչ իշխանությունը մեզ նորից պարտադրում է նույն մոդելը, երբ որ ամենախոշոր օլիգարխներից, փողատարից մեկը պետք է լինի իշխանության մի մասը։ Ինչն է ձեր տարբերությունները իշխանությունից բացատրեք։ Դուք ավելի լավ տասնյակ եւ հազարավոր ազնիվ մարդ կան։ Տասնյակ եւ հազարավոր ազնիվ մարդիկ կան ընդդիմադիր շարժման մեջ, մարդիկ, որոնք մեծ ճանապարհ են անցել, որոնք օգուտ են բերել այս ազգին, բայց գիտեք, հին բոլշևիկի սինդրոմը մեր վրա չպետք է ազդի։ Մենք խոսում ենք այսօրվա իրականությամբ, այսօրվա սիմվոլներով, այսօրվա խորհուրդներով, իսկ այսօր, այդ ոչ իշխանական ուժերը, նորից եմ կրկնում, այս իշխանություններին այլընտրանք չեն կարող լինել։ Եվ սա իսկապես դժվարացնում է ժողովրդի ընտրությունը։ Պետք է հարցնեք հիմա, բա ինչ անենք, թե չեք հարցնի։ Բնականաբար։ Բա ինչ անենք, Ինչ անենք, ես կարծում եմ հավատալ այն մարդկանց, որոնք Հայաստանի համար իսկապես ինչ-որ բաներ անում են։ Հավատալ այն փոքր կղզյակներին, առաջխաղացման, ռեֆորմների, որոնք Հայաստանում կան։ Հավատալ Ռուբեն Վարդանյանի Դիլիջանի դպրոցին։ Հավատալ այն քրթական օջախներին, այբը կլինի, Մխիթեր Սեբաստացին կլինի, որոնք Հայաստանում կան։ Հավատալ այն փոքր քաղաքացիական շարժումներին, որոնք պայքարում են իրանց եւ իր մտերիմների շահերի համար։ Հավատալ այդ փոքր, սաղմերին քաղաքացիական հասարակության, որոնք հետագայում կլինի 1 տարի, 2 թե 3, որից կծնվի այն երրորդ, իսկական ուժը, որը կջարդի այս վերջի ցավոք մի քանի ամսվա մեջ ձևավորված երկբևեռ քաղաքական ուժին, որի մասին շատերն էին մտածում եւ որը ստացվեց։ Սակայն եթե մենք մտածում ենք երկբևեռ քաղաքական համակարգ Հայաստանում, որը տարբեր վեկտորներ կունենա, տարբեր ուղղվածություն, որը այլընտրանք կլինի միմյանց, մեր մոտ ստեղծվեց երկբևեռ քաղաքական համակարգ, որոնք արտացոլում են նույն գաղափարները, որոնք տանելու են Հայաստանը նույն ճանապարհով։ Սա է այս վերջի բանը զարգացումների շատ տխուր տրամաբանությունը։ Եվ վերջին հարցը, պարոն Հակոբյան, քանի որ նույնիսկ 2008-ի շարժմանը, երբ որ աջակցում էիք ընտրական գործընթացին, process-ներին, եւ այսօր էլ մշտապես ինչ հիշում եմ, դուք հարթակում կանգնածներից տարբերվող կարծիք եք ունեցել։ Հիմա օրինակ չեք անհանգստացնում, ասենք, մանավանդ այս հանրահավաքների ժամանակ ու տեսնում եք իրենց ոչ իշխանական ուժերի ակտիվիստները ինչ են տարածում, նույնիսկ ուժերի ներկայացուցիչները ասում են, որ ընդդիմությունը այսօր ծառայում է իշխանությանը, հասկանում եք, այսպիսի որակավորումներ են տալիս։ Աստված իրանց հետ, որովհետեւ
Ես ոչ միայն տարբերվել եմ, տարբերության խնդիրը չի, ես այնտեղ էլ հիմա էլ ես նայում եմ, բավականին բարեկամներ ունեմ, որ ասել իշխանության բարեկամներ, այդպես են ասում, չէ՞ որ ընդդիմությանը։ Ես ընդհանրապես որևէ անգամ հարթակում չեմ կանգնել։ Կանգնել են հարթակում մարդիկ, որոնք պահանջ են զգացել հարթակում կանգնել։ Ես հարթակում որևէ անգամ չեմ կանգնել, ես աշխատել եմ։ Ես փորձել եմ միշտ իրագործել այն գաղափարները, որոնք եղել են այդ շարժման, այդ հոսանքի, հա, այդ քական պերիոդի մեջ, եւ ես միշտ ազատ եմ եղել նաեւ իշխանության մեջ, հա, լինելով եւ կառավարության անդամ, եւ բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնելով, եւ որևէ խնդիր իսկապես չեմ ունեցել։ Պատկերացնում եմ ինչ հարձակումներ են սկսվելու, հա, որովհետեւ դուք չեք հավատում, չեք վստահում։ Ես խնդիր չունեմ, հա, իմ ընկերական շրջապատը հստակված է։ Ես լավ ընտանիք ունեմ, հա, ես արդեն թոռ ունեմ եւ միակ բանը, որ ինձ այսօր կարող է պահել, գիտեք ինչն է, իմ հիշողությունն է այն բաների մասին, որով ես անցել եմ։ Եվ այդ գաղափարներին, այդ անցածողուն, այդ ընկերներին ես որևէ անգամ չեմ դավաճանի։ Հասկանում եք, չեմ դավաճանի, նույնիսկ եթե 100%-ով համոզված լինեմ, որ ոչ իշխանական ուժերը վաղը իշխանություն կդառնան, որտեղ իշխանությունից կտոր ինձ վաղուց պետք չի։ Ես վաղուց արդեն դրանով բավարարված եմ։ Շնորհակալ եմ պարոն Հակոբյան, հետաքրքիր զրույցի համար։ Հարգելի ռոստադիտող, այսօր այսքանը, կհանդիպենք հաջորդ կիրակի։ Բարի գիշեր։